Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը երկրի բնակիչներին կոչ է անում շոկ եղանակին պահպանել անվտանգության պարզ կանոններ։ Գերատեսչությունը նախազգուշացնում է, որ ամռանը ավանդաբար ավելանում է աղիքային վարակների և սննդային թունավորումների դեպքերի թիվը։ Մասնագետները նշում են, որ շատ դեպքերում հնարավոր է խուսափել խնդիրներից՝ ճիշտ պահպանելով սննդամթերքը, հետևելով սննդի պատրաստման կանոններին և չմոռանալ անձնական հիգիենայի մասին։ Առաջին հերթին խորհուրդ է տրվում պատրաստի սնունդը սենյակային ջերմաստիճանում չպահել 2 ժամից ավելի։ Հում և պատրաստի սննդամթերքը նույնպես անհրաժեշտ է պահել առանձին՝ աղտոտումից խուսափելու համար։ Հատուկ ուշադրություն է պետք դարձնել ջրի և թարմ սննդամթերքի որակին։ Սննդային թունավորումները հիմա կարելի է 2 մասի բաժանել։ Մեկը մանրեով, մի վարակով կեղտոտված սնունդը, այլ վերջերս հավանաբար թունավորման աղբյուր կարող է լինել, ճիշտ է, հստակ մենք չենք կարող ասել, քանի որ մարդիկ թունավորումից հետո գալիս են տարբեր սնունդ են օգտագործել, քանի որ քանի մարդ արդեն նշել են, որ սառեցրած հավնիս են կերել թունավորումից առաջ։ Դե շոկ է, ասենք, այդ խիստ սառեցման պայմանները կարող է չպահպանվել, այսինքն մինչև 40, մինչև -20 պետք է սառեցրած լինի, եթե -1, -2 է, դա արդեն անվտանգ չէ։ Եվ չպահպանելով այդ պայմանները միսը փչանում է և հետագայում դառնում է թունավորման աղբյուր։ Տրադիցիոն մեր ձայմերուկը, քանի որ երկար ժամանակ գտնվում է արևի տակ, դա էլ շատ հաճախակի թունավորման աղբյուր է։ Եվ այլ վարկայի, եւ այլ սննդամթերքը, որը հատկապես երկար ժամանակ վաճառքից առաջ գտնվում է, օգտագործումից առաջ վաճառքի ժամանակ գտնվում է արևի տակ։ Պլյուս քիմիական թունավորումներ դեպքեր կարող են լինել, ինչ է դա նշանակում, գաղտնիք չէ, որ բոլոր մերքերն ավանջարեղենն մշակում է քիմիական նյութերով, որպեսզի չհիվանդանան, որպեսզի չփչանան եւ այլն։ Եվ եթե այդ նյութը մեծ դոզայով է տրվում կամ ինքը դուրս բերման քայքայման ժամկետ ունի, հա, նյութը, այսինքն օգտագործելուց առաջ որոշ ժամանակ պետք է անցնի դեղելուց հետո, որ կարելի լինի օգտագործել։ Հնարավոր է, որ չի պահպանվում այդ նորմերը, այսինքն միրգը կամ բանջարեղենը դեղում են եւ անմիջապես վաճառվում են։ Օգտագործելուց առաջ մրգերը, բանջարեղենները և կանաչեղենը պետք է մանրակրկիտ լվանալ հոսող ջրի տակ, իսկ եթե խմելու ջրի անվտանգության վերաբերյալ կասկածներ կան, այն անպայման պետք է եռացնել։ Բժիշկը հիշեցնում է, որ աղիքային վարակների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներից մեկը ձեռքեր օճառով պարբերաբար լվանալն է, հատկապես սնունդ պատրաստելուց առաջ, ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո։ Քիմիական թունավորման դեպքեր հաճախակի է լինում, այ կարտոֆիլը դեղելու ժամանակ տարբեր ջուկի դեմ, թե ֆիտոֆթորիայի դեմ չեն պահպանում բացարձակ կանոնները, անվտանգության կանոնները, խալաթով պետք է լինի, դիմավոր պետք է լինի։ Եվ չպահպանելով այդ կանոնները հաճախակի մարդիկ թունավորում են։ Կողքի մարդն էլ, որը բացարձակ չի մասնակցում այդ պրոցեսին, կողքի կանգնում եւ կոպիտ ասած սեր է անում, հենց քամուդեմն է կայնում եւ շատ լավ թունավորում է։ Որոնք են նշանները՝ թուլություն, քրտադատություն, ստամոքսի ցավ, սրտխառնոց, գլխապտույտ, փորլուծություն։ Իդեպ, եթե քիմիական թունավորում է, դեպքերում կարող է ուժեղ սրտխառնոց, գլխապտույտ եւ թուլություն լինի։ Այդ մեր ծանոթ փորլուծությունը եւ սիրտխառնոց, սիրտափոցը կարող է չլինել քիմիական թունավորման ժամանակ։ Այլ լինել այլ արտահայտված թուլություն, արտահայտված գլխապտույտ եւ սրտխառնոց։ Սննդային թունավորումների ժամանակ ավելի հաճախ քրտադատություն, ջերմություն, լուծ եւ սիրտափոց։ Ռիսկի խմբերը դա փոքր երեխաներն են, հատկապես երեխաները շատ կարևոր են, ինչի, որովհետեւ երեխայի մոտ այդ փորլուծությունից եւ սիրտափոցից հետո շատ արագ զարգանում է ջրազրկում։ Իսկ ջրազրկում դա բավականին վտանգավոր միջոց է։ Եթե մեծերի մոտ դա թույլ է արտահայտվում, ավելի ուշ է զարգանում, ավելի քիչ է վտանգավոր, երեխաների մոտ, հատկապես փոքրերի մոտ դա շատ ռիսկային խնդիր է։ Կյանքի սպառնող մինչև վիճակ է,
եւ երեխաների մոտ շատ ուշադիր է պետք լինել նախ պրոֆիլակտիկայի մասին կխոսենք, որովհետեւ թունավորում չզարգանա ու եթե թունավորում զարգացել է շուտ պետք է միջոցներ ձեռնարկվի, որովհետեւ այդ խորոց ջրազրկումը չզարգանա, իսկ խորոց ջրազրկումի զարգանալուց հետո դա բավականին դժվար պրոբլեմատիկ բուժվող վիճակ է լինելու։ Իսկ մեծահասակ մարդկանց մոտ համար դա քրոնիկ հիվանդներն են, ովքեր որ թունավորումից հետո կարող է սարանա այդ իրենց հիմնական հիվանդությունը, այսինքն օրգանիզմը թույլ է, հա, ասենք թունավորումից հետո անմիջապես սրտային հիվանդությունը կարող է խորանա թոքային կամ շաքարային դիաբետը, այսինքն քրոնիկ հիվանդները պետք է եւ տարեց մարդիկ պետք է մի քիչ զգուշ լինեն, քանի որ իրաց մոտ նույնպես թունավորումը կարող է ընթանալ բավականին ծանր ձևով։ Ամառային շոկի պայմաններում սննդամթերքն ավելի արագ է փչանում, ուստի նույնիսկ սովորաբար սնունդը սխալ պահպանման դեպքում կարող է լուրջ սննդային թունավորման պատճառ դառնալ, հատկապես զգույշ լինելու խորհուրդ է տրվում երեխաներին, տարեցներին եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, քանի որ նրանք ավելի ծանր են տանում աղիքային վարակները։